Ռամիկ եմ իշխան դառնալ չեմ ուզում։ Արցախից տեղահանված Դրմբոն գյուղը 36 տարի կառավարած Սուրեն Շաբոյանն է պատասխանում կառավարությանը, որը ըստ նրա փորձում է արցախցիների բարձրացրած հարցերը տեղավորել միայն հացի խնդրի տակ։ Իրենց պահանջը, ասում է տարեց արցախցին, արժանապատիվ կյանքի մասին է։ Էս է միակ մեր բանը։ Մի շան չափ չկանք։ Հանրայինի եթերում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էր երեկ բացատրում, որ արցախցիների բնակվարձի 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը, որ ապրիլի 1-ից կրճատվեց, նպատակից շեղվել էր։ Կառավարության ներկայացուցիչը նախ հիշեցրեց, որ սա ժամանակավոր ծրագիր էր, հետո էլ եզրակացրեց, եւ դա պատճառ դարձավ, որ մարդիկ չդիմեն բնակարանի համար սերտիֆիկատ ստանալու ծրագրին։ Պատճառներից մեկը նաեւ որ քան դեռ հասանելի է 50,000 դրամ, հասանելի էր 50,000 դրամ աջակցություն։ Մարդիկ մտածում են հավանաբար, որ կարելի է շարունակել օգտվել այդ ծրագրից, երբ կդադարի այդ ծրագիրը, այն ժամանակ էլ կդիմեն բնակարանային աջակցության ծրագրից օգտվելու համար։ Քո բնակարանը դից պետք չի։ 3 անգամ ես տուն եմ դրել, 3 անգամ թողել ընդեղ։ Ինձ պետք էլ չի իմ տունս քանդված տեսնեմ, միակ իմ գերեզմաններս ընդեղ են։ Դրմբոնցի Սուրեն Շաբոյանը այսօր Ազատության հրապարակում էր։ Այստեղ ավելի քան 10 օր է մի խումբ արցախցիներ նստացույց են անում, պահանջելով Հայաստանի իշխանություններից հստակ պատասխան տալ իրենց 12 կետանոց պահանջագրին, որտեղ սոցիալական խնդիրներից բացի նաև իրենց վերադարձի իրավունքի, գերիների ազատ արձակման հարցերն են բարձրացնում։ Նամակագրական կապը, կարճ հանդիպումները պաշտոնյաների հետ բավարար չեն համարում եւ տևական ժամանակ է տարբեր ակցիաների միջոցով շարունակում են պնդել, որ դրսում են հայտնվելու, եթե բնակարանային արժանապատիվ ծրագրի հարցը չլուծվի։ Մի վայր, ինքա որ տանիք լինի, մենք մեջը ապրենք, կարողանանք յոլա գնանք, մինչև որ պայմաններ կստեղծվի, մենք կգնանք Արցախ։ Եվրոպական քաղաքների գների են հասել ու մարդիկ ստիպված արտագաղթելու են այնպիսի վայրեր, որտեղ գոնե բնակվարձը այս աստիճան բարձր չէ։ Եվ այստեղ անգամ խոցելի խավեր կան, որ ուղղակի հնարավոր չէ, որ նրանց օգնություն չտաս։ Հատնվելու է փողոց։ Կառավարությունից արցախցիներին հայտնել են, որ 40+10 ծրագրից ապրիլի 1-ից կօգտվեն միայն անչափահասները, տարեցները, հաշմանդամության առաջին եւ երկրորդ խումբ ունեցողները եւ այլ խոցելի խմբեր։ Հուլիսից սակայն այս օժանդակությունը 10,000 դրամով կնվազի։ Կառավարությունը հիմնավորում է, որ 22,000 արցախցի արդեն աշխատանք ունի։ Բայց կան միջին խավի աշխատողներ, նրանք չեն կարողանում, անընդունակ են, ոչ թոշակառու են, ոչ մի բան չունեն, թող յուրաքանչյուր շրջանի համար տան ճշտեն, միգուցե քիչ է այդ մարդիկը, այդ մարդկանց գոնե բավարարեն։ Ես չեմ ասում սաղին բավարարվեն, բայց այդ որ խանգարեց ինչ որ բնակարանային ծրագրից։ Փոխվարչապետ Խաչատրյանը երեկ հիշեցնում էր, որ 115 միլիարդ դրամի ծրագրեր են արել տեղահանվածների համար։ Հարցազրույցի ամբողջ ընթացքում էլ կարմիր թելի պես պտտվում էր բնակարանի սերտիֆիկատի թեման։ Ենթադրենք 5 միլիոն դրամը սահմանամերձ բնակավայրերում էին։ Պատկերացնենք, որ այդ 5 միլիոն դրամները հեռու են Երևանից, աշխատանքի հնարավորություններն են որոշակիորեն սահմանափակ, վերջին կայացված որոշմամբ 4 միլիոն դրամ ենք դարձրել աջակցության չափ, օրինակ Վանաձորում, օրինակ Հրազդանում, օրինակ Արմավիրում։ Չնայած փոխվարչապետի ներկայացրած այս հեռանկարին Դրմբոցի տղամարդը սեփական հաշվարկներն է արել, որոնք լավատեսության տեղ չեն թողնում։ Ասենք 2 հոգի ենք, 6 միլիոն դառավ։ 6 միլիոնով ինչ կարաս անես։ 2 տարի վարձ, ուրիշ չկա։ 2 տարի կարաս վարձ տաս ապրես։ Այս չեմ ասում, որ ենակա Հայաստանում էլ ունենք խոցելի խավերը։ Չեմ ուզում որ έτσι մեկից գանգատվեմ, չեմ ուզում որ έτσι բանեմ, մի խանգարեք մեզ թողեք ապրենք էլի ցավը տանեմ։ Պաշտոնական թվերներ հոգուտ կառավարության բնակարանային ծրագրի չեն։ Ընդամենը 900 արցախցի ընտանիքի այդ սերտիֆիկատը վերցրել, եւ այդ 900-ից 800-ի դեպքում անգամ թուղթը տուն չի դարձել։ Փաստացի տասնյակ հազարավոր տեղահանված արցախցի ընտանիքներից միայն 100-ին է հաջողվել բնակարան գնել պետության առաջարկած գումարով։